Հայաստանի նկարիչների միության նախագահ, գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանն իր ծննդյան 42-րդ տարեդարձը նշանավորում է նոր ցուցադրությամբ։ Սա նաև յուրահատուկ նվեր է նրա արվեստով հետաքրքրվողներին։ Բնության փոխակերպում այս խորագիրն ունի գեղանկարչի աբստրակտ գործերի անհատական ցուցահանդեսը։ Սուրեն Սաֆարյանն այս շարքը ստեղծել է 2023-ից 2024 թվականներին։ Շատ եմ աշխատել բնության մեջ, բայց միշտ չի հերիքել ինձ այն բնության հմայքը ցույց տալու իմ կտավներում եւ ես անընդհատ փնտրտուքի մեջ էի, թե ինչպես կարողանամ իմ հույզերը, իմ ներսի եղածը արտահայտեմ կտավներում եւ այդ իսկ պատճառով ես փոխվեցի, կարող եմ ասել, այն նկարչությունից, որը անում էի եւ ինձ համար գոնե կարելի է ասել, որ գտել եմ բնության փոխակերպման այն գաղտնիքը, այն վառ գույները, այն խորը մտածելակերպի ուրեմն գաղտնիքները, որը պարունակում է բնությունը իր մեջ։ Կտավներում Հայաստանի չնաշխարհիկ բնությունն է իր հարուստ գունապնակով։ Գեղանկարիչը վրձինն օգտագործել է որպես խոշորացույց եւ կտավին հանձնել բնության հոգին։ Ցուցահանդեսի համադրողը արվեստաբան Աննա Գալստյանն է։ Նշում է ցուցասրահի մուտքից արդեն արվեստասերը հայտնվում է բնության գրկում, լսում բնության ձայները, բացահայտում կանաչ աշխարհի թաքնված գաղտնիքները։ Բաց օրգանական երկխոսություն է դիտողի հետ, սա գույների հրավառություն է եւ ամենակարևորը ներդաշնակ օրգանական ֆորմաներ են, որոնք այսպես թե այնպես դիտողին կթողեն իր հետ հանգստության եւ ներդաշնակության մեջ։ Ըստ իս այս ցուցադրության նպատակն է բնության եւ մարդու միաձուլումը, այլ կերպ հնարավոր չէ գոյատևել։ Նկարիչ Լևոն Աբրահամյանը Սուրեն Սաֆարյանին վաղուց է ճանաչում, հաճելիորեն զարմացած է գեղանկարչի ոճի անսպասելի փոփոխությունից, ինչն ըստ նրա արվեստագետի համար շատ կարևոր է։ Մարդկությունը արդեն կարիք ունի լավատեսության, կարիք ունի մարդասիրության եւ նկարչական այս մոտեցման մեջ այդ ամենը ներառված է եւ ես շատ ուրախ եմ, որ այսօր տեղի է ունենում նման ցուցահանդես, որին մենք ինքներս հանդես կգանք։ Սուրեն Սաֆարյանի բնության փոխակերպում խորագրով ցուցահանդեսը բացվել է Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության աջակցությամբ։ Բնության սիրահար արվեստասերներին միությունում սպասում են մինչև ապրիլի 4-ը։ Յուրա Վահանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։